չհաջողվեց Նիկոլին հասնել իր ուզածին, որովհետև ժողովուրդը չմիացավ եկեղեցու դեմ ուղղված իր այս արշավին եւ ինքը մենակ մնաց իր փոքրիկ խմբակի հետ։ Հետ Փաշինյանական Հայաստանի վարչապետը ինչ ազգանուն է ունենալու Քոչարյան թե Կարապետյան։ Կարապետյան միանշանակ։ Կան արդեն քաղաքական ուժերում հետ դուք բանակցում եք։ Նախկիններ այդ արտահայտությունն էլ արդեն իսկ սպառել է։ Օրինակ ընտրությունների գիշերը արդեն կան նախնական արդյունքները, զանգեք ասեք Նիկոլ ջան գնա, հանգիստ գնա, օդանավել են քեզ տալիս գնա ընտանիքիդ հետ։ Թող դատարանը որոշի։ Նա չի կարող լինել իշխանությունում, որտեղ երկքաղաքացիություն ունի։ Բայց ինքը կլինի մեր առաջնորդ, ինքը մեր առաջնորդն է։ Ոչ էլ վախենում եմ, գալու եմ ու գրկելու եմ, թուշտել պաչելու եմ ու ասելու եմ ինձ ինչա պետք ցավը տան։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը մեր ձևով շարժման համակարգող խորհրդի անդամ Ալեքսան Ալեքսանյանն է։ Բարև ձեզ, պարոն Ալեքսանյան, շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Բարև ձեզ, Տիկին Բաբան, ես եմ շնորհակալ հրավերի համար։ Նախ եկեք խոսենք եկեղեցու մասին։ Ինձ հետաքրքիր է ձեր գնահատականը այն ամենին, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եկեղեցու շուրջ եւ ըստ ձեզ ինչով է վտանգավոր այս պատերազմը, որը Փաշինյանը վարում է եկեղեցու դեմ։ Տիկին Բաբան, ես փորձեմ այսպես մեկնաբանել եւ հստակ ասեմ, որ այս պատերազմը, ոնց դուք նշեցիք, եկեղեցու դեմ անընդունելի է եւ ես կարծում եմ անընդունելի է առհասարակ որևիցե հայ մարդու համար եւ ես այսպիսի մի պատկերացում ունեմ, որ այս ամենը շատ ուղիղ ուղղված են եկեղեցու դեմ եւ նաեւ այլ հարցերից շեղելու համար եւ երբ առհասարակ մեր քաղաքացիները, մեր քույր եղբայրները մարզերում, երբ Հայաստանում ունենք, եթե չեմ սխալվում, 21, 22, 23% աղքատություն եւ իշխանությունները իրենց գործը թողած հարձակվել են եկեղեցու վրա, իրենց գործով չեն զբաղվում, այդ շատ անընդունելի է։ Եվ այս պայքարը եկեղեցու դեմ, սա մենակ եկեղեցու դեմ պայքար չի, որովհետև եկեղեցին դարեր շարունակ եղել է մեր ազգային արժեքների, մեր հայ լինելու հենասյուներից մեկը եւ այս պայքարը ես համարում եմ, որ պայքարում են հենց մեր ազգային արժեքների, մեր մշակույթի պահպանության կրողի։ Դուք մեր ձևով շարժումը նկատի ունեմ, հաճախ եք այցելում տարբեր մարզեր եւ հանդիպում եք հայաստանցիների հետ, մարզերում ապրող մարդկանց հետ, իրենք ինչպես են ընկալում այս եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը, արդյոք խոսում են ձեզ հետ դրա մասին։ Շատ են խոսում եւ շատ են բարձրացնում եւ նեգատիվ վերաբերմունք այս ամենին շատ մեծ է եւ ուզում եմ փաստեմ, որ չհաջողվեց Նիկոլին հասնել իր ուզածին եւ սարքել սա համաժողովրդական պայքար, որովհետեւ ժողովուրդը չմիացավ եկեղեցու դեմ ուղղված իր այս արշավին եւ ինքը մենակ մնաց իր փոքրիկ խմբակի հետ։ Այսինքն ինքը տապալվեց իր այս պատերազմում։ Ավելի քան։ Պարոն Ալեքսանյան, մենք դեռ կխոսենք մեր ձևով շարժման մասին եւ մեծամասամբ հենց մեր ձևով շարժման մասին ենք խոսելու, բայց ես նախ ուզում եմ հարցնել ձեզ Ալեքսան Ալեքսանյանը ինչպես է հայտնվել մեր ձևով շարժման համակարգող խորհրդում։ Ես թույլ կտամ երևի ինձ ասեմ, որ շարժման ակունքներում եմ գտնվում եւ առհասարակ Կարապետյաններ ընտանիքին ճանաչում եմ երևի 20 տարուց ավել, թե բարեկամական հարաբերություններ, թե աշխատանքային հարաբերություններ եւ շատ մեծ պրոյեկտներ ունեմ արած այս տարիների ընթացքում եւ այս ամենը երբ տեղի ունեցավ, ես ակամայից ես եղա հիմքերում մեր ձևով շարժման։ Ես ճիշտ եմ հասկանում, որ խորհրդում ամենից ավելի շատ են այն մարդիկ, մեծամասնություն այն մարդիկ են, ովքեր տարիների ընթացքում այս կամ այն ձևով ներգրաված են եղել Կարապետյանների հետ բիզնես ինչ-որ ծրագրերում։ Ոչ, ամենևին ոչ, որովհետև մենք
խորհրդում ունենք նոր մարդիկ, նոր պրոֆեսիոնալներ եւ մենք ի սկզբանե հայտարարել եւ ասել ենք դրա մասին, որ մենք որպես շարժում եւ հետագայում քաղաքական ուժ նրա մասին ենք, որ մենք բերում ենք դաշտ նոր ուժ, նոր դեմքերով, նոր պրոֆեսիոնալներով եւ ամենևին նմանատիպ չեմ ուզենա նմանատիպ կարծրատիպ լինի, որ համակարգող խորհրդում եւ այլ առհասարակ ակտիվ աշխատանքային խմբերում ներգրավվածություն ունեն մարդիկ, ովքեր որ ծանոթ են կամ որոշակի ճանապարհ ունեն անցած։ Իսկ դա այսպեսի ռազմավարություն է, որ մեր ձևով շարժմանը այսօր ամենայն դեպս խորհրդում կամ ամենաակտիվ անդամները մեր ձևով շարժման, նրանք քաղաքական բեքգրաունդ չունեցող մարդիկ են։ Նոր մարդիկ են եւ ամեն մեկը լուրջ ճանապարհ ունի անցած իր պրոֆեսիոնալ Բայց ոչ քաղաքական, ոչ քաղաքական։ Իսկ երբ որ քաղաքական ուժը արդեն սկսի ակտիվ քաղաքական իր գործունեությամբ զբաղվել, այս սկզբունքը պահպանվելու է, թե այդուամենայնիվ ստիպված եք լինելու քաղաքական դաշտից մարդկանց բերել։ Ստիպված հաստատ ոչ մի բան չենք անի եւ սկզբունքորեն մենք ընտրում ենք եւ ընդունում ենք այն մարդկանց, ովքեր որ գալիս միանում են շարժմանը եւ իրենց դաշտում պրոֆեսիոնալ են ու ունեն մեծ փորձ։ Այսինքն մեր ձևով շարժման քաղաքական ուժը նորից լինելու է նոր դեմքերով եւ չեն լինելու քաղաքական բեքգրաունդ ունեցող մարդիկ։ Միգուցե եւ քաղաքական բեքգրաունդ ունեցող մարդիկ է լինեն, այս բանին չեմ կարող բացառել այդ։ Ես ինչու եմ հարցնում, որովհետեւ ինձ մոտ տպավորություն կա, որ դուք ձեր քայլերում առաջնորդվում եք այն սկզբունքներով, որ ընդունված են մեծ բիզնեսում, բայց հասկանում եք, որ հայկական քաղաքականությունը մի քանի անգամ ավելի կեղտոտ բնագավառ է, քան բիզնեսը եւ կարող եք չհաջողել այդ առումով։ Դրա պատճառով չհաջողել։ Հայկական քաղաքականության կեղտոտությունը, եթե կարելի այդպես ասել, ավելի քան ակնհայտ տեսնում ենք եւ ուզում եմ հավաստիացնել, որ հաստատ մաքրման աշխատանքները իր արդյունքները կտան։ Այսինքն հատուկ է կանը, որ քաղաքական դեմքեր չկան։ Չեմ կարող ասել հատուկ են կանում, բայց նորից եմ ուզում նշել, որ հատուկ ընտրվում են պրոֆեսիոնալ մարդիկ եւ ուզում եմ հավելյալ նշել, որ շատ քաղաքացիներ կան, ովքեր որ միացել են աշխատանքային խմբերին, ովքեր որ եւս ակտիվ գործունեություն են ծավալում շարժման շրջանակներում, կամավորներ, ովքեր որ իրենց ուրույն տեղն ունեն շարժման։ Կան մարդիկ, որ այս կամ այն կուսակցության անդամ են եղել եւ երբ դուք հայտնվել եք, հիասթափվելով իրենց քաղաքական ուժից դուրս են եկել այդ կուսակցությունից եւ միացել են ձեզ։ Այս պահին այդպեսին միգուցե չկարողանամ մտաբերել, բայց ունենք շարժման անդամներ, ովքեր որ ժամանակին այս կամ այլ քաղաքական դաշտում որոշակի կուսակցությունների հետ ճանապարհ ունեն անցած։ Եթե Սամվել Կարապետյանին չձերբակալեին, նա կմտներ քաղաքական պայքարի մեջ։ Ես այսպես կմեկնաբանեմ, որ կուզենամ հստակ նշենք, որ եւ փաստը ֆիքսենք, որ Սամվել Կարապետյանը երբեք կտրված չի եղել Հայաստանի խնդիրներից եւ հայ ժողովրդի խնդիրներից։ Չէ, դա միանշան է ինքը ամենամեծ բարերարն էր եւ դա բոլորը գիտեն։ Հա, ու միշտ իր ուշադրության կենտրոնում է եղել Հայաստանն ու Հայաստանի խնդիրները եւ այդ գործունեությունը ես ամբողջ տասնյակ տարիների ցույց են տալիս, որ ինքն իր գործով միշտ փորձել է եւ պայքարել է նրա համար, թե ներդրումներով, թե բարեգործական ծրագրերով։ Սամվել Կարապետյանը մտավ այս դաշտ այն պահից, երբ հատվեցին իրական են կարմիր գծերը, որոնք որ չէր կարելի հատել ուղղակի։ Եվ այդ կարմիր գծերը, այն կարմիր գծերն էր, որոնք որ գիտեք ոնց ասեմ, որ ավելի երևի ճիշտ լինի, սա ներքաղաքական պայքար չի, եւ սա իշխանության համար պայքար չի։ Կարմիր գծերը հատվեցին արդեն այնտեղ, որտեղ որ արդեն մեր հայ լինելու, մեր հայի տեսակի, մեր ազգային արժեքների ու մեր մշակույթի պահպանության եւ մեր եկեղեցու հարցներ դրված։ Այսինքն ես ձևակերպեմ այն, ինչ դուք չասացիք։ Անկախ նրանից կձերբակալեն Սամվել Կարապետյանին, թե չէ, այն ճգնաժամը խորքային, որը գոյություն ունի Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, այսպես թե այնպես կստիպեր Սամվել Կարապետյանին նաեւ քաղաքական պայքար սկսել։
Չեմ կարող ասել քաղաքական կլիներ, թե ապա քաղաքական կլիներ այդ պայքարը, բայց որ Սամվել Կարապետյանը հստակ իր խոսքում, իր հարցազրույցում, հայտնի հարցազրույցի մասին եմ ասում, իր տեսակետը ասեց, որ սա անընդունելի է այս հարձակումը եկեղեցու դեմ, դրանից հետո եղավ արդեն ձերբակալումը, որից արդեն ձևավորվեց մեր ձևով շարժումը ու Քաղաքական ուժ արդեն ձևակերպել եք։ Շուտով։ Իսկ ունեք մտավախություն, որ այսինքն ակնհայտ է, որ կա նման պետք է լինի նման մտավախություն, որ մեր ձևով շարժման քաղաքական ուժը կարող է չհայտնվել ընտրացուցակում։ Այսինքն կարող են ձեզ թույլ չտալ մասնակցել ընտրությունների։ Երևի այսպես ասեմ, թող ամենամեծ խնդիրը դա լինի, որը որ մենք պետք է լուծենք, եւ ուզում եմ հավաստիացնել, որ թե մենք, թե իրավաբանները, առհասարակ մասնագիտական խումբը ավելի քան վստահաբար ասում եմ ձեզ, որ բոլոր ռիսկերը հաշվի են առել։ Այսինքն նաև չեք բացառում, որ պահ գա, երբ դուք ստիպված լինեք մյուս կուսակցությունների ցուցակներով մասնակցել ընտրություններին։ Այս պահին նմանատիպ մեկնաբանություն չեմ ուզի անել, բայց կուզենամ ասել, որ մենք ժողովրդավար պետություն ենք եւ ժողովրդավար պետության համար պետք է զարգացված կուսակցական համակարգ եւ զարգացված կուսակցական համակարգ ունենալու համար մեզ պետք է նոր կուսակցություններ, նոր ուժեր, նոր դեմքեր, նոր լուծումներ բերող, նոր ծառացած խնդիրներին մեր ձևով լուծում տալու համար։ Հայաստանյան քաղաքական ուժերը, քաղաքական գործիչներից ոմանք արդեն խոսում են այն մասին, որ այնքան էլ ճիշտ չէր այս խորհրդարանական համակարգը եւ պետք է անցնել նախագահական կառավարման կրկին, կա նույնիսկ կարծիք, որ եթե լիներ նախագահական Հայաստանը, Ղարաբաղյան պատերազմը, 44-օրյա պատերազմը եւ այնինչ տեղի ունեցավ հետո Արցախի հայաթափումը, բանակցությունների այդ տապալումը կարող էր նաեւ չլիներ։ Դուք համաձայն եք։ Ես ավելի այսպիսի մեկնաբանություն կտամ, որ մեր Հայաստանին պետք է այդպիսի ղեկավար, որ սիրում է Հայաստանը ու հայ ժողովրդին։ Այսինքն կապ չունի ինչ ձևաչափ է, կարևորը մարդիկ են։ Շատ լավ, դուք ասացիք, որ դեռ չեք ուզում խոսել այն մասին, թե ինչ եք անելու, եթե ձեզ չգրանցեն։ Այդուամենայնիվ կան արդեն քաղաքական ուժերում հետ դուք բանակցում եք։ Ոչ ոք չեք բանակցում։ Տեսեք, ձեր պատասխանը նաև տեղավորվում է այն տրամաբանության մեջ, որ մեր ձևով շարժումը իրեն այսպես առանձնացրած է մի քիչ պահում, թե իշխանություններից, թե անդիմությունից, ինչ-որ զուգահեռ իրականություն, այսինքն հնարավորինս հեռու եք եւ անդիմությունից եւ իշխանություններից, ինչու։ Ի սկզբանե իհարկե չէի ուզենա կրկնվել, բայց մեր առաջարկը նոր դեմքերով, նոր պրոֆեսիոնալներով, նոր թիմով առաջարկ է Հայաստանին եւ մենք շատ լավ գիտենք, թե այն խնդիրները, որոնք որ ծառացած են եւ տարիներ շարունակ լուծումներ չեն գտել, մենք շատ լավ գիտենք այդ ճանապարհը, ունենք այդ ճանապարհը եւ հիմա էլ ենք ցույց տալիս, հիմա էլ ենք մեր տեսլականը տալիս ժողովրդին եւ հետագայում արդեն ծրագրային տեսքով եւս կներկայացնենք ժողովրդին, թե մենք ոնց ենք տեսնում, ինչ ճանապարհով պետք է Հայաստանը գնա։ Պարոն Ալեքսանյան, փաստորեն դուք լուրջ եք ընդունել այն տեսակետը, որ հայաստանցիների մեծ մասը հոգնել է թե Փաշինյանից, թե նախկին իշխանություններից եւ Փաշինյանից հոգնածությունը ամեն դեպքում մարդկանց դեռ չի ստիպում գնալ եւ նախկիններ ընտրել։ Փաշինյանից որ հոգնել է ժողովուրդը, այդ փաստ է եւ նախկիններ այդ արտահայտությունն էլ արդեն իսկ սպառել է 7 տարիների ընթացքում ռեալ արդեն սպառել է եւ մեղքը այս կողմ են կողմ էլ նախկինների վրա չի կարողանում կարծես թե գցել եւ դրա համար անընդհատ փորձում է կեղծ օրակարգերով լցնել, որպեսզի ժողովուրդը իր առօրյա հոգսերը չկարողանա բարձրաձայնի կամ հնարավորություն չունենա ավելի խորը մտածելու, թե ինչ առօրյա խնդիրներ ունի եւ ինչ որ միտեղ փորձի բարձրաձայնի։ Շատ լավ դրա մասին խոսել էր Նարեկ Կարապետյանը, երբ Մալышկայի մասին էր պատմում եւ ասում էր, որ 8 տարի արդեն իշխանություն եք, նախկիններն են մեղավոր, որ չկան մարդիկ, ովքեր աշխատանքի են գնում։ Իսկապես դուք եք եղել Մալышկայում, այնտեղ չկա գործատեղ։ Ես բոլոր մեր մարզային այցերին ներկա եմ։ Եվ իսկապես աշխատանքի տեղ չկա։ Չկա։
Բացարձակ եւ դուք Նարեկի խոսքերը նշեցիք, ես էլ կուզենամ մի փոքր Նարեկի խոսքից ցիտեմ, որ Նարեկն ասեց, որ անընդհատ նախկիններից խոսում են, նախկինների չափ իրանք էլ են արդեն կառավարել, բայց այդ մարդկանց իրականում ապրուստի հարցը չի լուծվել։ Մենք մեր թիվով բավականին լավ ենք հասկանում տնտեսությունը իրանից ինչ է ներկայացնում եւ ինչ ճանապարհներով ինչ հարցեր, ինչ ճանապարհներով կարող ենք հստակ լուծել եւ մեր Մալիշկայի բնակիչների հետ զրույցի ժամանակ ռեալ անկեղծ ինչպես Նարեկը ասեց, մենք ապշել էինք ու անկեղծ հետ գալուց ինչ որ տխրություն, լռություն կար ամեն շատ տեղերում էր այդ պատկերը մարզային քաղաքներից, գյուղերից։ Հա, բայց երկրի երրորդ մեծ գյուղում երբ չկա աշխատանքի տեղ, երբ մարդիկ ուղղակի քեզ գալիս ասում են, մեզ գործ է պետք։ Պարոն Կարապետյան, մեզ գործ է պետք։ Օրինակ Մալիշկայում ինչ աշխատատեղ կարելի էր ստեղծել, գործարան, ինչ կարելի էր Մալիշկայում ստեղծել, որ այդ մարդիկ գործ ունենան։ Տեսեք, մարզը առհասարակ հայտնի է իր գինեգործությամբ եւ մեր առաջարկը մարզին գինեգործություն եւ գինեգործության վրա հիմնված տուրիստական կենտրոններ ստեղծելն է, որպեսզի կարողանանք պատոկ ապահովենք մարզ, որպեսզի ֆինանս մտնի մարզ եւ այդ ընթացիկ տուրիստական եւ գինեգործական համալիրները ստեղծելուց եւ զարգացնելուց արդեն բնակչությունը կարողանա գոնե շարժվել։ Գեղեցիկ տեղում է գտնվում Խայտարակ գեղեցիկ է։ Եվ ճիշտ է, զբոսաշրջությունը կարելի էր զարգացնել։ Հավանաբար խոսել եք Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամների հետ այս մասին։ Արդյոք նրանց համար սպասել էր, որ Սամվել Կարապետյանին կարող են ձերբակալել։ Կարծում եմ ոչ մեկից մտքով չէր անցել, որ անակնկալ էր։ Իր համար չեմ կարող ասել, անկեղծ ցավոք սրտի ձերբակալումից հետո հնարավորություն չի եղել շփվել Սամվել Կարապետյանի հետ, բայց համենայն դեպս ինձ համար անակնկալ էր, որովհետև չէի պատկերացնի, որ նման մարդուն, ազգային բարերար մարդուն, Հայաստանը ու հայ ժողովրդին այդքան սիրող մարդուն ու նմանատիպ պատմություն ունեցող մարդուն հնարավոր է տենց ինչ որ փուչ բան ստեղծել եւ ապօրինի կալանավորել ու կալանքի տակ պահել այսքան ժամանակ։ Իսկ դուք ինչպես եք գնահատում Ռուսաստանի իշխանությունների պահվածքն այս պատմությունում, չէ՞ որ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի քաղաքացի է։ Արդյոք բավարար եք համարում այն հայտարարությունները, որ արել են, եւ թե կա ինչ-որ գործընթաց, որի մասին մենք չգիտենք։ Չեմ կարծում որևիցե բան կա, որ դուք չգիտեք, բայց ուզում եմ նշել, որ Սամվել Կարապետյանը ինչքան Ռուսաստանի քաղաքացի է, այնքան էլ Եվրամիության քաղաքացիություն ունի եւ այդքան էլ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի եւ սևեռվել Ռուսաստանի կամ առանձին Եվրամիության վրա չի ուզենա եւ կուզենամ նշել, որ Սամվել Կարապետյան իր գործունեությամբ համաշխարհային գործունեություն ծավալող մարդ է եւ առհասարակ աշխարհով մեկ ունի շատ ուժեղ կապեր, համաշխարհային լուրջ որոշում կայացնող մարդկանց հետ եւ ավելի քան վստահաբար ասում եմ, որ հետագայում այդ կապերը կծառայեցնի Հայաստանի ու Հայաստանի ժողովրդի համար։ Պարոն Ալեքսանյան, իսկ կարող ենք ասել, որ բավականին մեծ է հեղինակությունը Սամվել Կարապետյանի որպես բիզնեսմենի, որ նույնիսկ նրա ձերբակալության ժամանակ նրա ընկերությունները Ռուսաստանում, այսպես ասեմ, շարունակում են շատ արագ զարգանալ, վերջերս բացվել էր Մոսկվայի ամենամեծ առևտրի կենտրոնը, սա դրա մասին է վկայում, թե ինչ որ այդ ամենանի խնդիրներ կան արդեն բիզնեսում։ Բիզնեսում բացարձակ խնդիրներ չկան, որովհետև ամեն ինչից անկախ բիզնեսը աշխատող է եւ բիզնեսներն ունեն մենեջերներ, ունեն պատասխանատու անձինք, ովքեր որ զբաղվում են դրանով, բիզնեսները իրենց ճանապարհով գնում են եւ ըստեղ ունենք արդեն նոր process զարգացող, որ արդեն թիմով լծվել ենք այդ գործին մեր Հայաստանի Հանրապետության պայծառ ապագայի համար։ Իսկ պատկերացրեք մի 20 տարի հետո ձեր թորնիկը հարցնում է. «Պապ, իսկ ինչպես պատահեց, որ 2025 թվականին հայ երկու ամենալուրջ բարերարները, ամենալուրջ բիզնեսմենները, ամենաճանաչված բիզնեսմենները Ռուբեն Վարդանյանը եւ
Սամվել Կարապետյանը բանտերում էին, մեկը Բաքվում, մեկը Երևանում, ինչ կարճ պատասխան կտակ, ասենք 7 տարեկան երեխա է։ Ինչը պատահել հայերի հետ, որ նման բան հնարավոր է եղել։ Կպատասխանեմ, որ Աստծուց հավանաբար մի քիչ հեռացել էինք։ Դա է խնդիրը։ Իրեն այդպես կասեմ։ Քիչ ավելի հասուն տարիքում ավելի մանրամասն եւ հստակ կպատմեմ, թե ինչ էր եղել։ Բայց դուք ունեք դրա պատասխանը։ Իհարկե ունեմ։ Գիտեք ինչու է դա տեղի ունեցել։ Իմ անձնական կարծիքը ունեմ, Բայց չեք ուզում ասել։ երևի չէ։ Ես կարդացի, որ հատկապես վերջին շաբաթներին շատ ավելի շատ մարդիկ են ձեզ միանում, ճիշտ է։ Այո։ Իսկ կարող եք մի քանի բառով նկարագրել այն քաղաքացիներին, ովքեր միանում են մեր ձևով շարժմանը։ Կուզեմ նշեմ, որ այն թվերը, որով մենք տեսնում ենք, այս թվերի 14000, չէ՞, կարծեմ։ 13 կարող է արդեն թվերը բավականին արագ են աճում, ինչ որ ինֆորմացիա հասած չլինի ինձ, բայց ուզում եմ նշել, որ իմ ընկերական շրջապատից, իմ ընկերներից, նաև բարեկամներից շատ-շատերը, ովքեր որ process-ի մեջ են, հա, չեն գրանցվել որպես այդպիսին, այսինքն այդ թվերի մեջ չկան այն մարդիկ, ովքեր որ ընթացած process-ի մեջ են եղել։ Եվ այն քաղաքացիները, ովքեր միանում են, ես շատ-շատերի հետ եմ հանդիպում, ընդունում եմ քաղաքացիներին 10, 15, 20, 30 հոգանոց խմբերով եւ շատ հետաքրքիր զրույցներ ենք ունենում եւ շատ տարբեր մարդիկ են միանում, մեզ տարբեր մասնագետներ են միանում, բավականին հետաքրքիր բեքգրաունդ ունեցող մասնագետներ են միանում եւ իրենց առաջարկություններով են միանում եւ ցանկություն են հայտնում արդեն աշխատանքային խմբերում իրենց ներգրավվածություն ունենան մարդիկ, ովքեր որ իրենց ազատ ժամանակն են պատրաստ տրամադրել, կան թոշակառու ռեալ լուրջ բեքգրաունդ ունեցող պետական կառույցներում նախկինում աշխատած, որ այս պահին զբաղմունք չունեն։ Դուք այդ ցուցակները, հա, ձեզ միացած մարդկանց ցուցակները, արդյոք մշակել եք ինչ-որ մի մեխանիզմ, որ հետ Փաշինյանական Հայաստանում այդ մարդիկ ավելի ակտիվ ներգրաված լինեն Հայաստանը կառուցող այդ կազմակերպություններում, կառույցներում, չգիտեմ, իշխանական կառույցներում։ Ինչ-որ նման մեխանիզմ կա։ Միանշանակ։ Ես լավ գիտեմ, թե մեր կամավորներից, որ մարզից եւ ինչ մասնագետներ կան միացած եւ ընթացիկ երբ մենք ուսումնասիրում ենք մարզերը եւ մարզային խնդիրները, մեր մարզային կամավորներին, ովքեր որ կլինեն տնտեսագետներ, իրավաբաններ, գյուղատնտեսներ եւ այլն, իրենց կարծիքն էլ տեղի բնակիչ մասնագետների կարծիքներն էլ ենք հավաքագրում եւ ներգրավվածություն ենք ապահովում մարզի զարգացման ծրագրերը կերտելիս։ Իսկ այ մարզերում, երբ որ հանդիպում եք տարբեր քաղաքացիների, նրանք չեն վախենում ձեզ հետ հանդիպել։ Մենք գիտենք, որ Հայաստանի իշխանությունները այսօր շատ խանդոտ են եւ եթե քաղաքացիները ինչ որ իրենց համակրակն են ցույց տալիս այս կամ այն քաղաքական ուժին անդիմադիր խնդիրներ են ունենում աշխատանքի հետ կապված եւ այլ եւ այլ։ Լավագույն դեպքում։ Այսպես ասեմ, չնայած այն փաստին, որ վարչական ռեսուրս են կիրառում եւ փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, մարդիկ այնուամենայնիվ գալիս են հանդիպման, գալիս են խնդիրները բարձրաձայնելու եւ լուծումները լսելու եւ շատ հաճախ շնորհակալական խոսքեր են նաեւ հնչում թե մեր այս գործով զբաղվելու համար եւ թե հույս հավատ փոխանցում իրենց հույսն ու հավատն են փոխանցում մեզ եւ դաժե սենց ասեմ, չգիտեմ, գյուղի տատիկ, պապիկ կարա լինի, որ ուղակի գալիս է, հասկանում ենք որտեղից է գալիս է այդ արտահայտությունը, ասում եմ ոչ էլ վախենում եմ, գալու եմ ու գրկելու եմ, թուշդ էլ պաչելու եմ ու ասելու եմ ինձ ինչա պետք ցավը տանը։ Մի երկու հատ վիդեո տարածեք թուշը պաչելու տատիկի այդ պատմությունով։ Իսկ այսպեսի մի հարց, մենք գիտենք, որ օրինակ Ռուսաստանում մի քանի 100,000 հայաստանցի այսօր աշխատում է եւ շարունակում է մնալ Հայաստանի քաղաքացի։ Ռուսաստանում հայ համայնքի հետ օրինակ ինչ-որ աշխատանքներ արվում են, որ այդ մարդիկ հետաքրքրված լինեն գալ Հայաստան եւ իրենք էլ մասնակցել ընտրություններին, չէ՞ որ նրանց էլ է վերաբերում, նրանց ընտանիքները Հայաստանում են, նրանք Հայաստանի քաղաքացի են։ Կապը բավականին այսպես մնացել է սերտ։ Որպես այդպեսին, որ ասեմ, ինչ որ հստակ աշխատանքներ արվում են, չէ, բայց առաջին իսկ օրվանից ամբողջ Սփյուռքից
մենք նամակներ էինք ստանում, թե անձնական նամակներ էինք ստանում, թե երբ արդեն մեր ձևով շարժման օֆիցիալ էջերեկային սոց հարթակներում հարյուրավոր նամակներ էինք ստանում, թե ի աջակցության խոսքեր էին հնչում, թե ծրագրային առաջարկներ էին անում, թե Սփյուռքի հետ աշխատանքի հետ կապված համակարգային առաջարկներ են անում, ինչպես անենք, Սփյուռքին ինչ է պետք, Սփյուռքը եւ ուզում եմ ասել, որ Սփյուռքը լավ է հասկանում եւ ես շփումներից հասկացա, որ նրանք կարևորեցին այն փաստը, որ մենք կարևորում ենք իրենց ներգրավվածությունը Հայաստանում, որովհետեւ ես հիմա էլ կասեմ, որ Սփյուռքը մենակ Հայաստան փող ուղարկելու համար չի։ Սփյուռքը պիտի ներգրավվածություն ունենա Հայաստանի զարգացմանը։ Իսկ Սամվել Կարապետյանի հեղինակությունը, այ խնդրում եմ հնարավորինս անկեղծ պատասխանեք, հայ մյուս մեծահարուստների շրջանում մեծացել է արդյոք, օրինակ ասենք, Շվեյցարիայում ապրող հարուստ հայերը, շատ միլիարդատեր հայերը, հայտնի հայերը կամ Ռուսաստանում ապրող մյուս մեծահարուստները, նրանք ինչպես են վերաբերում Սամվել Կարապետյանին։ Կա ինչ-որ արձագանքներ ունեք։ Արձագանքները շատ են։ Ես ուզում եմ ասեմ, որ Սամվել Կարապետյանը միշտ շատ է տարբերվել նրանով, որ ինքը միշտ եղել է համախմբող ու կենտրոնացնող դեպի Հայաստան։ Շատ պատմություններ գիտեմ նմանատիպ մարդկանց հետ կապված, որ Սամվել Կարապետյանը հորդորել է, Սամվել Կարապետյանը միջնորդել է, Սամվել Կարապետյանը կամուրջ է ստեղծել դեպի Հայաստան, որպեսզի մարդիկ նայեն դեպի Հայաստան ու հասկանան, որ Հայաստանում պետք է անեն ներդրումներ, պետք է զբաղվեն Հայաստանի տնտեսությամբ, այն մարդիկ, ովքեր որ Հայաստանից դուրս արդեն բավականին ծավալուն բիզնեսներ ունեն։ Ես կարդացել եմ տվյալներ, որ Սամվել Կարապետյանը ընդհանուր առմամբ Հայաստանում մոտ $1 միլիարդ ներդրում է կատարել, որից $200 միլիոն բարեգործության վրա։ Ճիշտ եմ հասկանում։ Ահա, թվերը միգուցե հստակ հիմա չասեմ, բայց այո։ Իսկ Արցախում ինչ բարեգործական ծրագրեր էր իրականացնում Սամվել Կարապետյանը Արցախում։ Ես գիտեմ հիվանդանոցի մասին, Ստեփանակերտի։ Ուրիշ։ Արցախում ես ավելի քան համոզված եմ, որ Սամվել Կարապետյանը շատ ծրագրեր ունի արած, որ անգամ ես չգիտեմ, ու ինչի համար եմ ասում սա, որովհետև այս շրջանում շատ մարդիկ մոտենում էին ու իրենց անձնական կյանքի պատմություններ էին պատմում, թե իրենց կյանքի ինչ-որ մի ծանր էտապում, ինչպես է Սամվել Կարապետյանը օգնել ու օգտակար եղել ոտքի կանգնելու ու առաջ գնալու, որի մասին անկեղծ ոչ մեկս չենք իմացել, լավ, ես եթե չեմ իմացել, նորմալ է, բայց ընտանիքի անդամներն էլ չեն իմացել։ Արցախում ես հիվանդանոցից բացի, հիվանդանոցը կարծում եմ բոլորը գիտեն, թե այդ ինչ էր իրականում Արցախի համար, այդ կարգի գերզարգացած ժամանակակից հիվանդանոց ունենալ, ես արցախցիներից ուղիղ շնորհակալական խոսքեր եմ լսել, անկեղծ ասած, որ մարդիկ ինձ ասում էին, չլիներ այդ հիվանդանոցը, ես ողջ չէի մնա։ Իսկ մյուս հետաքրքիր բանը, որ կուզենամ նշել, Արցախում Սամվել Կարապետյանը ամեն 4-րդ երեխային ասել էր, որ արցախցի ընտանիքներին ամեն 4-րդ երեխային, եթե չեմ սխալվում, 3 թե $4,000 միանվագ նվիրելու է եւ 2 տարի հետո 3+ երեխաներ ունեցող ընտանիքների քանակը 50%-ով աճել էր Արցախում։ Ես կարծում եմ, որ սա դեմոգրաֆիան զարգացնելու համար շատ մեծ ներդրում է եղել եւ զարգացածության թվերից ավելի քան վստահ եմ, որ Սամվել Կարապետյանն իրեն շատ երջանիկ է զգացել։ Պարոն Ալեքսանյան, իսկ ինչով եք բացատրում, որ Սփյուռքն այսօր մեղմ ասած ակտիվ չէ։ Հայտարարություններով նույնիսկ հանդես չեն գալիս, ասենք, երբ հայաստանցի գործարարներն են լռում, հասկանում ես, որ բիզնես է, իրենց բիզնեսն են անում եւ գիտեմ շատ մարդկանց, ովքեր այսպես լուր օգնում են անդիմությանը կամ, չգիտեմ, ինչ որ ծրագրերում են ներգրաված, բայց այդ մասին հրապարակավ չեն խոսում հասկանալի պատճառներով։ Իսկ Սփյուռքն ինչու է լռում, ոչ հետաքրքրություն ունի բիզնես Հայաստանում, իրենց ոչինչ չեն կարող անել, ինչու են լռում։ Եթե ասեմ, որ տոտալ լռությունը չէ,
բայց Տոտալ չի, բայց նկատելի չի, լրացում։ բայց գերակտիվ էլ չի Այո։ եւ ես կարծում եմ, որ պահը կգա եւ Սփյուռքի իր ակտիվությունը ցույց կտա։ Իսկ հետո իրենցից պետք չի հարցնել ինչու եք լռում, դուք ինչու եք լռում։ Չէ, ամեն մարդ իր ճանապարհն ունի, ամեն մարդ իր որոշումներով է եւ իր ժամանակացույցով է ակտիվ անում, կարծում եմ, եւ մեր Սփյուռքի հայրենակիցների, մեր Սփյուռքի ընկերների եւ այն մարդկանց, որ չեմ ճանաչում եւ այս շրջանակներում իրենք կապնվել են եւ տարբեր թեմաներից մենք բավականին երկար զրույցներ ենք ունեցել, քննարկումներ ենք ունեցել Սփյուռք-Հայաստան կապի մասին, բոլորը անհանգստացած են այս ներքաղաքական վիճակներից եւ կարծում եմ ավելի քան վստահ եմ, որ ժամանակը կգա եւ Սփյուռքը իր խոսքը կասի անպայման։ Կարող եք մի քիչ պատմել այսօր արցախցիների համար ինչ ծրագրեր եք իրականացնում, որտեղ մենք գիտենք, որ արցախցիներն այսօր մասած վատ վիճակում են։ Շատերը թողել գնացել են Հայաստանից, մեծ մասն էլ վատ վիճակում է, վարձով բնակարաններում են ապրում, աշխատանք այսպես չունեն լուրջ եւ նրանց մի մասն էլ սակայն չնայած այս բոլոր դժվարությունների ասում է, որ մենք չենք գնալու Հայաստանից, մենք այլևս չենք Ու ճիշտ են անում։ Այո, իհարկե ճիշտ են անում, բայց ամեն դեպքում շատ վատ վիճակում են։ Մեր թիմում կան արցախցիներ եւ իրենց հետ միասին եւ շատ արցախցիներ կան, որ ներգրավվածություն ունեն մեր ձևով շարժմանը եւ իրենց հետ համատեղ նաեւ ծրագրեր են կազմում մեր հետագա եկող տարուց սկսած թե պետական մասշտաբով մեր արցախցիների հարցերը Հայաստանի Հանրապետությունում հնարավորինս արագ ու հնարավորինս ճիշտ ինչ լուծումներ պետք է տանք, թե ինչ ծրագրեր ունենք հիմա եւ ինչ ենք անում բարեգործական ծրագրերից չեմ ուզենա շատ մանրամասնեմ, բայց ինչը որ հանրությանը քիչ թե շատ հայտնի է, մենք այն չարաբաստիկ ժամանակահատվածում, երբ մեր քույրեր ու եղբայրները լքեցին Արցախ, եկան Հայաստան, մենք 1500 արցախցի ընդունել ենք գրկաբաց Տաշիր համայնքում, գրկաբաց ընդունել ենք եւ մեր համար մեկ պատասխանատու խնդիրը այն է եղել, որ կարողանանք այնպես կազմակերպել ամեն ինչ, որ իրանք հասկանան, որ տանն են։ Եվ ուզում եմ հիմա փաստել, որ փառք Աստծո դա մեր մոտ ստացվել է եւ մինչ այսօր մենք այդ ուղղությամբ աշխատում ենք եւ տարբեր ծրագրեր ենք իրականացնում, որպեսզի կարողանան արագ ինտեգրվել արդեն այսօր։ Պարոն Ալեքսանյան, իսկ կարող է որ մենք ապագայում ունենանք Երևանում կամ Երևանի մոտ տարածքում մի ավան արցախցիներով բնակեցված, ասենք, չգիտեմ, Շուշի կամ Գանձասար անունով մի ավան։ Եթե արցախցիները նմանատիպ ցանկություն կհայտնեն, ավելի քան համոզված եմ, որ պատրաստ են քննարկել այդ պրոյեկտը։ Հետաքրքիր, ես արցախցիների հետ կխոսեմ։ Պատկերացրեք, որ արդեն ընտրություններին Նիկոլ Փաշինյանը պարտվել է եւ մեր ձեւով շարժման քաղաքական ուժը մյուս ընդդիմադիրների հետ միասին կոալիցիոն կառավարություն է ստեղծում։ Դուք ինչով եք զբաղվելու այդ կոալիցիոն կառավարությունում։ Մտածել եք դրա մասին։ Անկեղծ ասած, չէ։ Իսկ ինչով կուզենայիք զբաղվել։ Մի բան ասեմ, հավաստիացնում եմ ու անկեղծ ասում եմ, որ գեթ մեկ քննարկում չի եղել, թե թիմի անդամներից ով ինչով պիտի զբաղվի, երբ մենք լինենք իշխանության շուտով, բայց ուզում եմ ասեմ, որ ամեն մարդ, ով պրոֆեսիոնալ է իր գործում, հաստատ լծված կլինի այդ ոլորտի աշխատանքներին եւ փառք Աստծո բոլորս խայտարակ աշխատասեր մարդիկ ենք եւ մինչ այսօր մեր անցած ճանապարհները դրա մասին ցույց են տալի, թե ինչ աշխատասիրություն եւ ինչ պրոֆեսիոնալիզմ մենք ունենք եւ այս ամեն ինչին, երբ որ միացնում ենք, այս ամեն ինչը անում ենք մեր հայրենիքի ու մեր հայ ժողովրդի համար, այդ աշխատասիրությունն ու այդ ցանկությունը երևի 100-ա պատկվելու է, արդեն իսկ 100-ա պատկված է եւ
առանց քուն ու դադար, առանց օր ու գիշեր 24/7 ռեժիմով պետք է աշխատենք, որպեսզի գրանցենք այն հաջողությունները, որ մենք ենք ուզում ու ունենանք այն զարգացած, տնտեսապես ստաբիլ զարգացող Հայաստանը, որը մենք ենք ուզում։ Անընդհատ ես շեշտում եմ, մենք շեշտում ենք տնտեսապես զարգացող, ստաբիլ զարգացող Հայաստան, այդ նրա մասին է, որ մենք պետք է ունենանք ու երբ մենք ունենանք զարգացած, տնտեսապես զարգացած Հայաստան ու ամուր Հայաստան, այդ մեր Հայաստանի մեջքն է։ Այդ ժամանակ մենք չենք ունենա որևիցե խնդիր այլ ոլորտներում եւ կլինենք ուժեղ եւ բանակցային սեղաններին կլինենք որպես բանակցող։ Հետաքրքիր է։ Բանակցող։ Ինձ իրականում դուր է գալիս, որ մեր ձևով շարժման խորհրդի անդամները շատ չեն խոսում արտաքին քաղաքականությունից, անվտանգային հարցերից, ավելի շատ խոսում են տնտեսությունից, սա նաև խոսում է ձեր պատասխանատվության մասին, որտեղ քանի դեռ public, հրապարակավ չեք ներկայացրել ձեր քաղաքական թիմը եւ չեք ներկայացրել ձեր քաղաքական ծրագիրը, այս մասին չեք ուզում խոսել եւ սա խոսում է իմ կարծիքով նրա մասին, որ երևի դուք լուրջ եք մոտենում քաղաքականությանը եւ քաղաքական գործնեությանը։ Ճիշտ եմ հասկանում։ Միանշանակ ավելի քան լուրջ ենք մոտենում եւ այս ընթացքում այս ժամանակահատվածը ուզում ենք ճիշտ օգտագործել եւ մենք անկեղծ երբևիցե կտրված չենք եղել գյուղերից, երբևիցե եւ մեր տասնյակ տարիների գործունեությանն էլ որ ծանոթանանք, մենք միշտ եղել ենք մարզերում, միշտ։ Ես էլ գուցե նրա պատճառով որ Սամվել Կարապետյանը մարզից է։ Միգուցե եւ բայց միգուցե եւ նաեւ բացի այն որ Սամվել Կարապետյանը Լոռվա մարզից է, լոկացիաներ ընտրելուց թե որտեղ պետք է լինեն գործարանները, որտեղ պետք է լինեն արտադրամասեր, հավաստիացնում շատ բաներ է հաշվի առնում։ Եթե կարելի է կենտրոնացնել մենակ Լոռվա մարզում, անկեղծ որպես բիզնես կառավարող շատ հեշտ կլինի միտեղ լոկալիզացնել, բայց երբեք այդպես չի եղել։ Միշտ ուսումնասիրվել է թե մարզը, թե մարզի անցյալը, թե գործազրկությունը եւ այդպես ընտրվել է լոկացիաներ։ Ձեր ապագա քաղաքական ուժի մեջ, ուժի անդամներից քանիսը կլինեն կանայք։ Աշխատում եք կանանց հետ։ Իհարկե, մեր թիմը Կարևորում եք կանանց։ Միանշանակ մենք շատ կանայք ունենք մեր թիմում, շատ հետաքրքիր աշխատանք եք կատարում ու առհասարակ մինչ մեր ձևով շարժմանն էլ մեր անցած ճանապարհին մեր քույրերը, այսպես կարող եմ ասել, որովհետև մեր մոտ շատ ջերմ ընտանեկան միջավայր է, այդ իսկ պատճառով կարող եմ թույլ տալ իրենց որպես քույր։ Իսկ Սամվել Կարապետյանի բիզնես կառույցներում կանայք շատ են։ Այո։ Okay։ Ասեմ ավելին, որոշում կայացնող կանայք են շատ։ Շատ լավ։ Հիմա անցնում ենք բլից հարցերի, շատ չեն, բայց պատասխանում եք այո կամ ոչ, կամ էլ շատ կարճ։ Առաջին հարցը։ Հետ Փաշինյանական Հայաստանի վարչապետը ինչ ազգանուն է ունենալու Քոչարյան թե Կարապետյան։ Կարապետյան միանշանակ։ Կարեն Կարապետյանը միանալու է մեր ձևով շարժմանը կան բանակցություններ իր հետ։ Դեռ տեղեկություններ չունեմ Կարեն Կարապետյանի միանալու հետ կապված։ Իսկ բանակցություններ չգիտեք։ Փաշինյանին ընտրություններից հետո հաղթել է անդիմությունը, Փաշինյանին ընտրություններից հետո պետք է տալ հումանիտար միջանցք, որ նա հեռանա Հայաստանից անցնցում, թե պետք է անպայման դատել Փաշինյանին Արցախի կորստի եկեղեցու դեմ այս սահմանադրությանը հակասող պատերազմի պատճառով։ Մի բան կարող եմ վստահ ասել, մեր իշխանության օրոք վստահաբար ասում եմ, որ լինելու է իրական արդարադատություն եւ անկախ դատական համակարգ եւ դատարանները կորոշեն ում են դատում եւ ինչի համար են դատում եւ այդ ամեն ինչը լինելու է քաղաքական թելադրանքից, այսինքն բացառում եք անել հումանիտար միջանցքի մասին առաջարկ Փաշինյանին, օրինակ ընտրությունների գիշերը արդեն կան նախնական արդյունքները, զանգեք ասեք Նիկոլ ջան գնա, հանգիստ գնա, օթանավել են քեզ տալիս գնա ընտանիքիդ հետ։ Ես կարծում եմ ավելի քան հստակ ասեցի, որ թող դատարանը որոշի, թե ով ինչի համար պետք է պատասխանատվություն կրի։
Եթե մարդիկ կան, ովքեր որ ունեն թողած մեղսագործություններ, դե պարզ է, որ պատասխան պետք է տան, դատարանները կորոշեն։ Ավելի հստակեցնող հարց, որն է կարևոր Հայաստանում անցնցում իշխանափոխությունը, թե արդարությունը։ Արդար անցնցում իշխանափոխությունը։ Մի քանի շաբաթից 2026 թվականն է, նոր տարի է։ Ինչ կմաղթեք հայաստանցիներին, ընդհանրապես հայերին 2026-ի։ Ես մեր ազգին կմաղթեմ, որ Աստծո հաջողությամբ ունենենք այնպիսի իշխանություն, որը որ կպահի մեր ազգի ողնաշարը պինդ, կունենանք ամուր պետություն, կունենանք ազգային արժեքները պահող, մշակույթը պահող եւ առհասարակ մեր մասին, բոլորիս մասին մտածող ղեկավար։ Այդ ամենակարևոր բանն է, որ ես կցանկանամ եւ Աստծոց կխնդրեմ 2026 թվականի համար։ Սամվել Կարապետյանը նման է Բդինա Իվանիշվիլիին։ Իվանիշվիլի կենսագրականին առանձնապես ծանոթ չեմ, բայց հասկանում եմ ինչ եք հարցնում։ Կասեմ, որ այսպես ասեմ, Սամվել Կարապետյանը ծնվել է Լոռվա մարզում, մեծացել է Լոռվա մարզում։ Սամվել Կարապետյանը առաջին բարձրագույն կրթությունը ստացել է Հայաստանում եւ առաջին բիզնեսը հիմնել է Հայաստանում եւ որից հետո ծավալվել է ամբողջ աշխարհով մեկ եւ երբևիցե գեթ մեկ օր Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը իր ուշադրության կենտրոնից չի բացակայել եւ հավաստիացնում եմ ձեզ, որ Սամվել Կարապետյանը ապրել է Հայաստանի եւ հայի հոգսով եւ իր հնարավորության սահմաններում իշխանություն չունենալով արել է ամեն ինչ, որպեսզի թե հոգսը թեթևացնի, թե նոր աշխատատեղեր ստեղծի եւ դուք պատկերացնում եք, թե երբ Սամվել Կարապետյանը լինի իշխանության եւ ունեն այդ իշխանական լծակները, ինչքան աշխատանք կարող լինել իշխանությունում, որտեղ երկքաղաքացիություն ունի։ Բայց ինքը կլինի մեր առաջնորդ, ինքը մեր առաջնորդն է։ Իսկ նրան ազատ կթողնեն մինչև ընտրությունները ըստ ձեզ։ Չեմ կարող ասել։ Շնորհակալություն հետաքրքիր հարցազրույցի համար։ Ես եմ շատ շնորհակալ։